աշկերների հետ կուվիրը չտեսակ այդ զենքը բանդերոլը վրեմով ստվի կրուսներին ու Թուրքիայի։ Այդ սահմանադրությունը առաջերտին մեզի պետք չի, այսօր որ կա։ Հայաստանի սահմանները միտեղ պիտի վերջանա, թե չէ։ Չէ, մեզ զորքը չի պարտվել։ Հայաստանին արգելված զենք արտադրել է։ Երեխաները չէ, զինվորներն են զոհվել։ Դավեր 20 թվին ջարդել առուսը։ Հեսա մի վաղ դե մի քիչ որ մնաց տանգով են մանգալու։ Ասում են տրենգի բարին էլ տրենգի ապարը։ Երբեք չի օգնի Պարսիկը կեր։ Ղարաբաղը երբեք չի միանալու Հայաստանին։ Ադրբեջանցիներ ված ժողովուրդ չի, ինքը չի կռվում, մեր դեմ չի կռվելու։ Ինչքան մենք ենք դժվեր, 10 անգամ ինքնադժվեր 20 թվի պատերազմ։ Հանրարարությունը կատարում։ Եթե մեկը կասի ինքը գիժա կամ խելառա կամ ոչ, շատ կրթված, լավ պարապած դիվերսանտ է Հայաստանում։ Ես իմ ազգը շատ եմ սիրում, եթե դա ֆաշիզմ է, ուրեմն ես ֆաշիստ եմ։ Ամենավախենալու իմ համար Փաշինյանի տեսակն է։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1, Full Learning, ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Live Armenia YouTube-յան ալիքն է։ Այսօր մեզ հյուրընկալվել է ազատամարտիկ Պետրոս Աբրահամյանը, ում եւ սիրով ողջունում ենք։ Բարև ձեզ։ Շնորհակալություն պարոն Աբրահամյան ժամանակ տրամադրելու եւ պատիվանելու համար։ Ես հիշեցնեմ, որ մեր հարգարժան հյուրը Հայաստանի առաջին ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի եղբայրն է, փառք ու պատիվ մեր բոլոր այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը չեն խնայել երկրի կայացման եւ պետականության անսասան պահելու համար պայքարում, պարոն Աբրահամյան։ Դուք մի այսպիսի ուշագրավ հայտարարություն եք արել, որ խրամատը մեր հերն անիծեց։ Ճիշտ է։ Այո։ Մի քիչ կբացեք, ինչու է խրամատը մեզ պիտի պաշտպանի, ըստ էության ու պաշտպանել է։ Դե մեր հաղթանակները 90-ականների հիմնականում մեր սահմանի վերջանալու տեղը չգիտեինք։ Այդ էր։ Որ մենք արդեն հոգով, սրտով եւ ի վերուստ երևի տված էր, որ մենք իրականից մեր հողերն էինք ազատագրում, ոչ թե ինչ-որ մեկից խլում էինք կամ ինչ-որ բան, այդ մեր մեջ արդեն մտած էր, բայց երբ որ 94-ին հրադադարից հետո մայիսի 12-ի ես անձամբ տեսա արդեն Աղդամի կողմը փշարեն քաշը ու խրամատ թորած եւ всё վերջ պարտվելու ենք, որովհետեւ պետք չէր մեզ խրամատ, մեզ պետք էր երբ թշնամին մոտենար ուզենար խրամատ սարքել նորից այդտեղից հեռացնել իրան, նորից առաջ գնալ։ Պետք չէր, հենց այդտեղ մեզ խրամատ, այդ գմբեթ կոչվածները, այդ բլինդաժները մեզ բերեցին վերջնական պարտության։ Բայց չէ՞ որ միտեղ պիտի կանգ առնեիք։ Չէ, եթե իրանք կանգնելու ենք, բայց մեր սահմանը այսօր կամ երեգեր, ասում փառք հերբից հրադակներով կարայինք հետևենք եւ մոբիլնի գրուպերով չթողենք մոտենալ որևէ մեկը, ասենք պայմանական քուրն էր մեր սահմանը, չմոտենալ քարի հապին ինքը չդներ որևէ պաշտպանական որևէ բան, մոտենալուց անպայման խփվեր։ Եվ պետք է լրիվ առաջ գնալ։ Ինքը պետք է հասկանար թշնամին, որ այս քուրը իր սահմանն է, պետք է չանցնի այս կողմ։ Մենք պետք է հասկանայինք, որ այս մեր սահմանն է։ Ու հասկանում էինք դա։ Այդքան բան, մեզ պետք չէր այդտեղ խրամատ։ Ու մեզ պետք էր ուժեղանալ, էլ ավելի ուժեղացնել, զորացնել, բանակը, ամեն ինչը պետությունը կայացնել։ Այդ ժամանակը դերամ այդ մեզ ինչ էինք անում խրամատը ընդհանրապես։ Մենք 94-ից հետո ճիշտ բանակի կառուցվածք ընտրեցինք, մոդել։ Հենց կակրաս մայիսի 12-ի 94 հրադադարից հետո սկսավ մեր բանակի քանդման պրոցեսը։ Քանդման թե ստեղծման, վերականգնման, կայացման։ Բանակը կայացել է պատերազմի ժամանակ, ով կասի ինչ-որ բաներ, հետոսեր, չէ։ Մեր բանակը ընդհանրապես մենք կամ պատերազմել ենք, կամ էլ կայացրել ենք։ Բանակը լրիվ կայացած էր հրադադարի ժամանակ 94-ի։
լրիվ։ Բայց կայացած բանակին ի՞նչն էր խանգարում ավելի հզորանալ հետո խաղաղ պայմաններում։ Դե խանգարողներին խանգարում էր։ Շատ էր խանգարում։ Օրինակ մի հատ բան ասենք մեր գնդի տղաներն էլ այդ մասին շատ քչեր են։ Հատուկ գունդը ստեղծել են ոչ թե Հայաստանը պաշտպանելու համար, այլ ճշմարտ գործիք եւս մի Կրեմլի կողմից Հայաստանի վրա, բայց իրանք չհասկացան այդ հատուկ գունդը շատ արագ ժողովուրդը սիրեց, գնաց ժողովրդի կողմը, որտեղ շատ կարգին մարդիկ կային հատուկ գնդում։ Ես ինչ ասեցի, որ դուք հասկանաք, որ իրականից բանակը կայացել է հատուկ գունդը 32 վաշտում էր, բոլոր շրջանում այդ 32 վաշտերը դառան գումարտակները գնդերը կորպուսներ։ Բանակը լրիվ կայացել էր։ Իրանք չէին էլ պատկերացնում, որ այդ հավաքաշիդայներից բանից, հատուկ գնդից կկայանա բանակ։ Իրանք լրիվ փոշմանել են իրանց արածի համար։ Այդ դրա համար էլ հրադադարից հետո սկսեցին քանդել։ Ով որ կգա կասի, թող հետս գա, ես կանգնեմ, ասեմ, որ բանակը կայացած է 94-ին, բանակը 94-ի հրադադարից հետո սկսել է քանդվել։ Չեմ ուզում շատ խորանամ, բոլորս եք մասնակցել քանդմանը։ Ես ընդ չեմ զատում։ Պարոն Աբրամյան, դուք 3 եղբայր, 3-ն էլ մասնակցել են պատերազմի, մի քիչ ձեր մասին, ձեր ընտանիքի։ Քույրս էլ է մասնակցել, քույրս իմիջիալոց 20 թվին մահացավ։ 68 տարեկան կին էր, դեր այդքանից հետո ինքը ապրում էր Լաչինում, ամուսինը երբ որ 94-ին զոհվեց, ինքն էլ էր զոհվել։ Դիակների միջից էր հանել, երկրորդ կարգի ինվալիդ էր։ Ինքը Լաչինում էր ապրում, եվրոպացիք շատ լավ տուն էին սարքել իրաց համար, Զատիկյանի դպրոցի կողքը համար։ Գնում է այդ 20 թվին կարուն կակատրում է նորից այդ երեխեքին հոսպիտալում, հետա գալի տունը թալանած է լինում, այստեղում ինֆարկտը խփում է, մահանում է այդ կնոջ։ Ինքն էլ ասել էր, ինձ անպայման կթաղես եղբայրականում հանգարց չտանես Երևան, ալնելով երևանցի։ Հիմի ինքը որ գերեզման անդե մեր տնից մենակ ես եմ մնացել։ Մեր գերդաստանից 37 հոգի պատերազմին մասնակցել են։ Նես չի մենակ ճիվանին եմ կորցրել կամ արշագին, գեղամին, մոր կրստային, ու շատ, սակվում բիավորված, շատ բիան ես բիավորված, ոչ թե էտի գլուխ գովալու բանա, մենք պաշեցենք, երև մեր արյան կանչես մեզի, չեմ էլ խոշման է, ոչ մեկին է չեմ մեղազրում, ես բանակը կանդել ենք միասի բոլորը, ոչ մեկը թող գլուխ չկոհել, հնում ասում են մեր տարածքաշրջանում եւ այլն։ Այմար տարածքաշրջանում բանակ եղեք, արտադիրա քուրկիկ ջալարեն եստեք, քուրկիցակիներ վեստի, պետք է պահեք գարաժի մեջ, պետք է կանենք։ Ինչի արել անց քսին գորա, ժողովուրդները խափեցին, թեժևի բանակ ունենք, կամ այսօր ասում են, այս զենք կապետ մեզ բան։ Նոր աշկերիներ հետ կույրը չտեսակ, այդ զենքը բանդերոլը վրեմոց տվի կրուսներին ու թուրքեի։ Մեզ զենք պետք չի, մեզ պետք է վերադառնանք մեր երկիր, նոր մի քիչ առաջ դուք հաստվեցիք, արևմուտք, արևելք, Հայաստան է պետք վերադառնալ, մեզ ստեղ ապրողներից, վերջ, ստեղծել, ապրել, մի քիչ ուժեղը շակալատ լավնի շակալատ տուրիստներ ուզելու փող կաշխատես ձուկ առնել։ Չեն թողնում ստեղծեն։ Մեզ պարտադրում են փոխել սահմանադրությունը, ուրանալ ցեղասպանությունը, մոռանալ պատմությունը, չեն թողնում։ Միշտ էլ պարտադրել են, նոր չի որ առաջ անգամ են պարտադրում։ Հազարավոր տարիներ մեզ պարտադրել են կրոն ուրանալ, հազարավոր տարիներ մեզ պարտադրել են հրացան չունենալ, ձիչը հեզնել եւ այլն, բայց կանք չէ, կանքի ուժով երբ որ մարդու ուժ ունենա ու հույսներ իր վրա դնում։ Ես մի քիչ առաջ ես դեք պատմեցի, ասենք իմը ումն է խոսել, իր նայողներն կասեն, մենք միասնական ենք։ Պատժեստի օրինակը բնակարանի բերեցի, որ ընդամենը մի մուտքում 3 տուրը տանտերը իր մուտքի դեմը 3 մետլախ է դնում։ Ընդամենը մի քառակուսու կես է այդ աստիճանների հարթակը։
ու մենք պետք է վերադառնանք մեր տուն։ Չլա շատ վատ ավերջանալու։ Թե չէ ասենք մեզ պարտադրում են սահմանադրություն, այդ սահմանադրությունը առաջերտին մեզի պետք չի, այսօր որ կա։ Վայ։ 100%։ Ինքը մեր համար չի գրված։ Մենք ենք մեղավոր, օրինակ առաջերտին անձի պետք է գնդակահարել, ու ինպես մարդկանց, որ հասկացել այս ամեն ինչը ինչ են անում մեր կրթի 90-ից սկսած, ու ասենք ես ձեն հանել եմ, ասենք իմ ընկերներով բանով 6 հոգով բերանից փակում են Դավիթ Իսուս բան, այս հարմարվականությունը բերեց տարական հոչենք մարդ եք։ Հարմարվականությունը բերեց հասցրեց այսօրվան։ Ես եմ մեղավոր, թե չէ ես ում եմ այսօր մեղադրել այդ ղեկավարը, ոչ մեկին, ինքը մեղավոր չի։ Ինքը զգացել է, որ իրան կարելի է արել է։ Ու չեմ էլ պատկերացնում, ազգագյուտ մարդ կլինի, որ չի անի։ Ասենք Պետաշյան Սամվելի պես մարդը չի անի։ Օրինակ իրան մի քիչ առաջ ասեցի, փորձեցին սպանեն, իր մաքրության համար չստացվեց։ Այսօր Լաչինը այն օր, այսինքն 3 որ կար, Լաչինը ամենամեծ ներդրումներից մեկը Պետաշյան Սամվելի ներդրումն էր 92-ին, որ Լաչինը չհանձնվա։ Այդ տեսամուտը չեն կարում։ Բերեցին ուղարկեցին NVD ամենաբարձր պաշտոններից, փողաբեր պաշտոններից մեկին, որ ընդդեմ չարցնեն կադրերի վարչության պետ։ Չկարեցան։ Էջեւի մարդիկ շատ քիչ են Պետաշյան Սամվելների պես, որ ասենք բերենք տնենք ու ասենք կաստության ավազ։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Բայց չէ՞ որ այդ տեսակ մարդկանցով հաղթեցինք, թույլ տվեք ասել, հավատացեք սխալ տեղեկություններում եք։ Շատ դժվար այդ հաղթանակը գիտեք ոնց է եղել։ Եթե մեկը դեմից կրակել է, Հայաստանից 100-ը կրակել։ Դեմից եթե թշնամին կրակել է, 100-ը թե ոչ թե փոխաբերական իմաստով խանգարելը այնքան այս սարսափելի բան է, դու պատկերացնում ես այսօր որ պատմում են այդքան հեշտ հանգիստ հաղթանակը, մենք այդքան թշնամուց չենք վախեցել, այդքան իրան հաղթելուց չենք վախեցել, անընդհատ խանգարվել է։ Արտակ ջան, դուք երևի չեք էլ պատկերացնում, ասենք մեկ այսօր ջահելներ կան ասում են, դե հոպար ձեր բախտվա կռիվը մեր 20 թվին, ասում եմ տղա ջան, այդ նույն սնայրադն է, այն բատեր հեռախոսը սենց էինք անում խոսում էինք, հետո սենց էինք անում, հետո սենց, հետ մասաժ ես անում, ասում եմ նույն սնայրադն է, նույն հեռախոսն է, նույն խոսալու համար է, այն ժամանակ, օրինակ Կարաչինար գյուղի վրա մի գիշեր գալիս էր փոքրիկ գյուղ, մինչև 1008-ից 2800 սնայրադ, առավոտերում են ողջ մարդիկ դուրս էին գալի, այդ փոքրիկ գյուղի վրա։ Իրանք պատկերացումներ չունեն մեր ժողովուրդը ինչա կատարվել 90 թվականին։ Բա ինչ ոնց է։ Բանը այնքան դեգրադացիա են, այնքան խափել են, ասում եմ Սասունցի Դավիթը ձյով եկավ Թուրքիա, այդպես բաներ։ Այդ հնարած մեկ էլ էս մեկը սենց արեց։ Այդ ամբողջ մեր ժողովրդով տանջվելով, ամբողջ ժողովուրդը ոչ թե մենակ բանակը կամ այնտեղ ասենք ժողովրդի լեզվով ասած կռվող տղեկը, այդ պատերազմը հաղթեցինք այդքան բան, ուզելով։ Ինչա 44 օրեր ինչ էինք ուզում։ Օրինակ զինվոր չէ, ներողություն անձամբ կարող եմ ասել մեր մասով, որտեղ ես եմ եղել, երբեք եթերով չեմ ասում, չեմ գտնում, անհարմար եմ զգում։ Բայց այնտեղ կամք կար, ցանկություն կար։ Ասեմ Արտակ։ Բայց ղեկավարության առումով ես վստահ չեմ, որ ուզեցել են հաղթել։ Ասեմ Արտակ, այս 44 օրյա կռիվը կանել է ամբողջ աշխարհի բդին։ Իրանք 90 թվականների կռիվները լավ իզուչած ոնց հայերեն ասել։ Յուրացրել էին։ Յուրացրել, չի,
մեկնաբանել են ինչը ոնց է ստացվել, շատ բաներ դեռ Վերլուծել էին, վերլուծել էին, տեխնիկան։ Իրանք սարսափում են 20 թվի կրվից, ամբողջ աշխարհը, ես չեմ ասում եմ մենակ թուրքերը։ Դուք չեք էլ պատերազմում ինչ եք արել։ Ինձ չեմ ուզենա ասեմ թվեր ասեմ, մի անգամ Բեկտաշյան ասեց կիսած, սարսափելի բան է կատարվել թուրքերի հետ։ Օսմանլուն երբեք վերջի անգամ երևի Սարդարաբադում էր ջրի ջարդը իրանց այդպես նազբանը։ Իրանք չեն կարող ամբողջ ՆԱՏՕ-ի շտաբում, ամբողջ Պենտագոնում աշխարհում զարմացել են այդ կռվի վրա, այսինքն չեն էլ կարող վերլուծել։ Դե ցածրակ Ուկրաինա կարում են, ասում են Ուկրաինա-ռուսական կռիվը, բայց դա իրանց համար մեծ հանելուկ է։ Իրանք դրամար Ալիևը կասեցած ուզում փոխի։ Իրանք չեն հասկացել ինչա կատարվել ու սարսափում են։ Բայց դա ձեր վերլուծությունն է, թե դուք Չէ, մենակ իմ վերլուծությունը չի, չեն ուզում հրապարակեն, ասենք ոնց որ չեն ուզում հրապարակեն, որ ասենք ոնց ասեմ, Պորտասարը հայերինն է։ Հա։ Իրանք դա ոնց որ ասած ոնց որ բախա, իրանք լավ թե անգլիական ռազմիկը, թե ամերիկական, թե ՆԱՏՕ-ի շատ լավ գիտեն ինչա կատարվել, բայց չեն կարող վերլուծել։ Հանելուկ է։ Հա, բայց արդյունքը կներեք։ Արդյունքը Կարվաճարի մի թղթով անցնելն էր։ Ինչի՞ մենակ Կարվաճարը։ Այդ երրորդ պաշտպանականից Մարտունի Խուդաֆերի կամուրջը 20 կիլոմետր է։ Ընդամենը այդ հատվածն եմ վերցրել, մեկ է Պարսկաստանի ասել եմ։ Պարսկաստանի կողմից են մտել իրանք։ Ղափանից եկել են Թիլվիզից։ Դες առաջ անգամ ամբողջ հայ ժողովուրդը լսում։ Են բաժանած պասպորտներով երկու բատալյոն սովետաշնում զինվել են, գնացել են Ղափանից մտել են Զանգիլան։ Թուրքերը։ Ստեն զինվել։ Մի հասկացալ ոնց են տվել։ Մեծ զորքի չի պարտվել։ Մի միլիմետր չի պարտվել։ Այդ հարավային թևներ հանել են զորով։ Այս ամեն ինչ արել են դեգրադացման վախեցնելու համար ժողովրդին։ Պանիկա գցելու։ Մենակ պանիկա չէ։ Բանա։ Օրինակ տեսեք, երեք կոյրում ու մաշանին եմ լսում, դա գիտեք կոյրում ու մաշան։ Հա։ Ասում տարան զինքը չընդունի, չեն ուզում արտադրել։ Ահա Ջորջ ջան, այ կոյրուն ջան, մերնեմ քեզ։ Հայաստանին արգելված զենք արտադրել է։ Հյուսիս Հայաստանում Հայաստան 13 թվականից։ Մեր մոտ ամեն ինչ արտադրվում էր, բոլոր կալիբրի փամփուշտները, բոլոր սնայարները մեր մոտ արտադրվում էր 13 թվին տար անետանը։ Ո՞վ արգել է։ Ռուսները դա այլ արտակ ջան, ախր ամիտես մենք սովոր ենք մեղադրենք Սերժին, մեղադրենք տամը, այդ մարդիկ գործիք են ծրացրը, ոչ մեկն էլ, ես երկրին չի տիրապետում, ես երկրի թակավոր են, բանի, ես չեր կողքնա, այդ վերևի շենքը նստած է, թակապետարանի հետևը։ Ցարն է, Պուտինն է։ Այնա, Պուտինը, ես փոքր մատնոցաչար։ Դեսպանն է կառավարում։ Դեսպանն է։ Լավ էլի։ Ինչ եք մեզ այսքան անարժեք դարձնում։ Դե ինչ, անարժեք եք։ Այդ ինչ է։ Լավ էլի, պարոն Աբրամյան։ Արտակ ջան, չէ, կներեք, ես այդպես օթից չեմ ընդդիմանում, բայց մենք ախորնից բան եք ասում, վիրավորական է։ Մենք վաղուց ենք վիրավորված, վիրավորականը որս ընդունում վիրավորականը, վիրավորական ինչ ենք ընդունում։ Ինչ, մի բան ցույց տվեք, որ վիրավորական ենք ընդունել։ Հսկա մի երկիր, անուն դրել եք Արցախ, Հայաստանը, տալիս ենք ուրիշին, չենք վիրավորվում, անուններ զինվորի դրել ենք երեխա, չեն ասում այդ զոհվածների 47%-ը սպաներ էին, որոնց պատրաստելու համար եւս 20 տարի է պետք։ Այդ ոչ մեկի մտքով չի անցնում։ Երեխաներ չէ, զինվորներն են զոհվել։ Զինվորները այդ մարդկանց ցերի տակ։ Իսկ իշմանում 90 թվականի կռիվներին եւ այս կռիվներին, եթե մեկը մտածում է թե թուրքն է մեր դեմքը, ոչ։ Այն որ Ալիևը շշկրբավ ասես թե հայկական Իսկանդարի ռակետը չի Շուշիում ընկած։ Ու ցույց է տալի, մենք անմիջապես պասպորտը փոխին խփած է,
Այն բիրկեն որ կհանել ենք ուղարկել ենք լաբորատորիա։ Ցերկոնի ռակետեր կրակված էր Կասպից ծովից։ Անես որ ցերկոնները ու բուլավանները մեզ լավ էր 20 թվին ջարդել առուսը։ Այսօր դրանից չեք ամանչում եք որ Կոպերնիկը ստեղ բանն է արկագոլեկես երկրի ղեկավարը։ Ինչի մարեք ամանչենք դրանից։ Ես ես ոչ թե օթի մեջի կամ տասպերերոքի խոսք եմ ասում, ռեալ տեղեկություններ եմ ասում։ Մեր արգելված զենք արտադրել է։ Ով էլ ընդ նստածն է, ասում տվել ենք շոկոլադը ծերդ, թե չէ կառնենք ուրիշին կտանք, չպետք է ձեր մոտ, չպետք է արտադրեք։ Խառոտները, որ 20 թվին, 16 թվին կռվում էին մեր վրա, արտադրել է ալգորիթմի շենքում 2007 թվականին։ Իսրայելի վրա են ծախել սրանք չուզեցին, Իսրայելը կատարելագործեց հետ բերեց 13 թվին Հայաստան, ասին մենք ավտոբուսներին գրանտամետով կխփենք, այդ գնաց Ադրբեջան դրեցին։ Ես չեմ ուզում մանրակրկիտ ասեմ ինչ էր եղել։ Լավ, ինչ բանակ է պետք կառուցել ներկա իրողություններից ելնելով, անօթաչու սարքեր, 5-րդ սերնդի։ Արտակ ջան, բոլորը դրել, հենց առաջինը խոսում են։ Ռուսը ասում եք արգելել է մեզ զենք ունենալ։ Ստեղի ունենալը չարտադրել։ Արտադրել, առավելևս որ Այո, ունենալն էլ արգելել, այն 400 միլիոնը ինչ է։ Սերժ Սարգսյանի օրոք այդքան զենք բանով sense բոնուսներով բերեց։ Դուք ասացիք որ 5 միլիարդից ավել են, տեսանք տվեցին։ Ուրեմն մենք զենքի կարիք չունենք, մենք ունենք նորից ասեմ, հետ վերադառնալու Հայաստան ստեղծել մարդ, որ կա, որ ինքը բանակ դառնա։ Դուք չտեսաք, որ զենքը մեր ոչ մի օգուտ չտվեց։ Չէ՞ ոչ չտվեց։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1, Full Learning, ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Դուք եք ասում, որ կատաղի պայքար են մղել։ Հա գնացել է, բայց 23 Դուք եք ասում, որ երկրորդ սարտարապատ են արել։ Եթե ունենայինք նորմալ բանակ, վերաբերյալ թե գեներալներին, թե բանի, չէին կարող տանեին։ Դա ուրիշ հարց է։ Եթե հրանք կազմից, եթե մի քանի գեներալ սրիկա, դավաճանա եւ ազգուրած, այդ ուրիշ հարց է։ Ինքը սրիկա չի։ Ո՞վ է սրիկա։ Մարդը ո՞նց կարող սրիկանի, իր առած գործողությունն է սրիկացում, բայց ինքը չի կարող սրիկա չլներ։ Չի կարող գեներալ միևնույն ժամանակ սրիկա չլներ։ Այսօրվա օրով այդպես է։ Իսկ երբ ունենանք ձեր ասած ազգային բանակը իրականից բանակ, իրականից հայեր, թող հայեր չունեն, թեկուզ մեր եզդի աղբերները, մյուս մանր ազգերը, թեկուզ ռուս, ով ուզում է, ես ռուս ազգի դեմ ընդհանրապես բան չունեմ, չմտածեք, որ մի քիչ առաջ բան ասեցի, ես այդ ժողովրդի դեմ ընդհանրապես, այսինքն մենակ ռուս չեմ, դե հսկայական քանակությամբ ժողովուրդ ապրում, ես իրանց դեմ ընդհանրապես ոչ մեկի դեմ բան չեմ։ Պատկերացրեք, ես ստե Եհովականին կյանքում չեմ անպատվի կամ որևէ հավատքի մարդու կամ մուսուլմանին։ Դե Եհովաներին անպատվի։ Չեմ անպատվի։ Ինձ այդ իրավունքը իմ տերը չի թույլ տվել, որ ես ինչ-որ մեկին անպատվեմ, իրավունքը չունեմ։ Ես այդ մարդուն որ չեմ կարացել ասիմիլացնեմ, գրավեմ իմ կողմը, ինքը ինչով է, մեղավորը ես եմ։ Իրենք մոլախոտ են, իրենք պորտաբուտ են։ Չէ։ Մեր արտաջան մեղավորությունն է, որ մեր այդ մարդը հեռացել է մեզնից։ Մենք ստեղծում ենք այդ պայմանները։ Չի կարելի, ասենք որևէ մեկին մեղադրել, վայ ես մեկը չի կարելի։ Բանը դու եթե կարողանում ես, եթե դու կարդացած մարդ ես, կարողանում ես որևէ բան, որևէ մեկին մատուցես ու քաշես ճշտի կողմը, դարձյալ բարձր գործ է, երբեք հակամ եղի։ Ինչ անենք, վերբով կա անենք։ Այդ էլ ասախար։ Այդ դու գիտես ինչ կա։ Երբ որ ասենք ինձ փրկոտ մարդաբանոց էին, բայց որ
մտնում ես բաղնիկ լողանում ես թրաշվում ես, ինչ որ մեկին էլ ես, չէ, բանանում ասма կայնի գնամ X-ը թրաշվեն։ Դու քեզ պետք է Սեփական օրինակով այս։ Անպայման։ Նայ, ջիվանը ինչով էր այդքան հզոր հրամանատար, հա։ Իր օրինակով բոլորը ուզում էին նմանվեին իր, այդքան բան։ Ոչ մեկին ոչ ծեծելա, ոչ գոռացելա, ոչ բանա ասել, նույնն էլ ես եմ եղել։ Երբեք չեմ ասում, այ տա էս տանես, ասում հալարիտ էս փորձենք դրանք կարանք անենք էսի։ Կստացվի, բայց որ հակա ես գնում, հակա այսօր մենք հակա գնացինք սրանց, չէ, սրանք ավելի են ուժեղանում։ Հա։ Դու իմաց թշնամին ուժեղանում է ժամանակ։ Մենք պետք է ուղիղ զուգահեռ ավելի մեծ բան սարքենք, որ այդ ժողովուրդը տեսնի, ասի, Այսինքն ոչ թե ընդդեմ, այլ հանուն։ Հանունի։ Ընդդեմ գնացիր, ընդդեմը ինքը ավելի հզորացնում է իր ուժը։ Հələ նա ինչքան միլիցիա ավեցրել է։ Հասկանում եք, այդ ինքը վախուց հանում, որը դու անընդհատ ասենք, թե իրանց մարդիկ, թե դրսի մարդիկ են են, վայ, սրանից կանենք, տանենից կանենք, այդ մարդիկ են վախում են։ Փոխանակ սահմանը պաշտպանի Երևանի։ Ես մի վաղ դե մի քիչ որ մնաց տանգով են մանգալու։ Դուք նախնական մեր զրույցում հիանում եք կամ ձեզ համար ցենց առանցքային նշանակություն ունեն երկու պատմական կերպար, հա, մոնղոլների Տիգրան Մեծ Չինգիզխանը եւ մեր Չինգիզխան Տիգրան Մեծը։ Այ ինչու, պարոն Աբրամյան։ Որովհետեւ երբ որ նայում ես երկուսի առած գործերն են, թե Տիգրան Մեծը թե Չինգիզխան, երկուսն էլ կառուցող են եղել։ Շատերը գիտեն, թե ասենք գիտենք Տիգրան Մեծը շատ հզոր կառուցող է եղել եւ ինչքան ազգեր ասիմիլացիա, այսինքն հայացքները, օրինակ նայեք, երբ որ Տիգրան Մեծը Տիգրանակերտը սարքում էր Ղարաբաղում, Արցախում, չնայած ասենք Ղարաբաղ ասելուց շատերը 100 տարվա պետության դրած չի, Ղարաբաղ մեր Արցախի անունը դրել է Լենք Թեմուրը։ Խաբար չեն, այնպես որ Ալիևական իր ազգակիցները այդ Ղարաբաղը սարքելու ժամանակ այս Ղարաբաղի քողի քաղաքն են ասում են, այսօր այս ինչ անեմ, ասում են Հայաստանի արքան է, գալիս ասում են, այս ինչ ես անում, այդ է։ Դե ինքը լավ, բանա Դիվանագետ է եղել, հա, լավ։ Ինքը իզուչատ առածել է բաներին Ղարաբաղին, գիտի ինչ տեսա։ Ոչ կռվում այդները, ոչ ասում այդտեղ եք չան, սենց բերել են, քաղաք եմ սարքում, այդ ձև արեստավորներ կբերեմ սենց։ Ասում շանտ են լավ բան ասում, բա ինչ է պետք, մարդ է պետք մեկ է փող, սարքի։ Հիմա ես ինչ ասեցի Տիգրան Մեծի համար, որ ինքը այդ ձևը մարդկանց կարացել, որին կռվով, որին համոզելով, որին չի, իստի չասե Չինգիզխանը, ուզում ես ենթարկացնես որևէ պետություն քեզ, կերակրի ժողովրդին, տուր աշխատանք, այդ համար էլ դու գալիս է ու ճիշտն է, այսօր քո ժողովրդին ասենք, ուզում ես Արտակ ջան, ասում ես Պետրոս, ոնց անեն, որ ես ամեն ինչը փոխվի, այդ մարդիկ այսօրվա ժողովուրդը, որ ասում են արա նիկոլականը, արա շեշականը, իրա ուտելը, իրա ապրելու հնարավորությունը տեսնում է այդ մարդկանց մեջ։ Երբ որ կտեսնի քո մեջ, նա անպայման կարող է քո կողքը։ Հակամ եք ոչ մի ժողովրդի մի մեղադրեք, վայ քրճեն, վայ փալասեն, ասողն է փալաս։ Այդ մարդը իրա երեխու ապրելը ոչ թե ապագան, տեսնում է այդ ապրելը, միայն եւ ապրելը, ապագա չէ։ Տեսնում է այդ մարդու մեջ։ Դրա համար է պինդ կարճասպամ, ասում Արտակը որ եկավ, ես շատ գիտեմ, ինքը հաշկ կտակ, ուտենք թե չի տա։ Այդ է պատճառը, այ Ժորժ ջան, ճիշտ ատել է պետք։ Դրել ենք մեկս մեկին անպատվում ենք, բան ենք անում, վայ եսի գնաց Փաշինյանի կողքը, վայ եսի գնաց նրա կողքը։ Այդ Փաշինյանը մեղավոր չի, մենք ենք մեղավոր։ Ասում ենք տրենգի բարին էլ տրենգի ապարը։ Դե չէ, դե ով է իրան ասում տրենգի բարի է։ Մեր ժողովուրդը։ Պարոն Աբրամյան, ով է ասում իրան գնա Էրդողանի ոտերն ընկի, თუ չգիտեմ, թուրքի կոշիկը լզի։ Հիմի լսի, մենք ենք թույլ տվել Արտակ ջան։ Ով մենք։ Մենք ժողովուրդը։ Որևէ մեկը չի պատվիրակել ուրանալ Արցախը որպես, հա, ինքնիշխան միավոր կամ մեր ժողովրդի իրավունքները ազգերի ինքնորոշման։ Մարդը գնացել Պրագայում Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջան։ Խորհրդաընտրություններին խափում է, ասում է, որ Արցախի իրավունքները եւ այլն գնում խափում է։
Դուք ասում եք մենք ենք մեղավոր։ Ինչով ենք մեղավոր։ Ես եմ հրաման տվել Գորիս Կապանը հանձնելու։ Ես եմ հրաման տվել, ասենք, այն հրամանները, որոնք գոնե բացահայտ է ասում։ Ճիշտ եք ասում, Կա կոնկրետ պատասխանատու եւ կոնկրետ մեղավոր։ հա այդ հաստատ որ մեղավոր են, դրանում կասկած չունենա։ Վերջ ուրեմն պետք է պատժվեն։ Հա, կգա ժամանակը անպայման կպատժվեն, ամեն ինչ իր ժամանակն ունի։ Դες ժամանակից շուտ բանա քայլը կատարում, մեկ այնքը չի կարող անի ոչ մի բան։ Ժամանակը գալու է ու շատ արագ։ Կարող է այս տարի այդ ամեն ինչը լինի վերջանա մեծ բանակախված, որ մի քիչ առաջ ասեցիք, Ցարից։ Չէ, այդ իմ ցարը չի, այդ սատանի ցարն է։ Դե բանը այդ մեծ բանը ցույց տալու։ Մենք հատո պիտի զգուշ մնանք։ Մի պատկերացրեք, თუ մեր խաղաղտեղ ենք մնում, վայ պարսիկը մեզ երբեք չի օգնի պարսիկը քեզ։ Երբեք։ Վայ։ 100%։ Երբեք։ Մենք պետք է մեզ օգնենք։ Դու լսեք, պատերազմի ժամանակ 92 թվականին Մոլեն հրամաններ տվել, ով մի լիտր բեզետ Վազգեն Մանուկյանը 93-ին կարեցավ բենզին ու սայլարկաբեր, ով տա կախաղաներ հանելու։ Ինչի մասին եք խոսում։ Շատ բաներ կա Արտակ ջան, չեն բացահայտում ինա դու, չեն ասում։ Ոնց կգա քեզ կօգնի, մենք ենք մեզ պահելու։ Ուրիշ ձև չունենք։ Երբեք։ Մոռացեք ֆրանսիացին, այն մեկը, ռուսը, չէ, ախպի, չի կրվելու քմարկու ռուսը։ Երբեք, ոչ մեկը, ընդհակառակ խանգարելու է, ոնց կկրվենք։ Դե տարբեր վերլուծություններով ասում են, որ Սյունիքի վրա չի արձակվում Ալիևը, որտեղ Իրանից է վախենում։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Ավելի մեծ տեղեր կան, ասել են տեղը վեր են գիլը։ Այդ ճանապարհը ասես թե սպասվելու է, բայց ոչ Ադրբեջանի համար կամ Ադրբեջանի հաշվին, կամ Հայաստանի հաշվին։ Այդ ճանապարհը հաստատ բացվելու է։ Այս երկու օրվա բան չեք լսում, ճանապարհային քարտեզը Հնդկաստան Չափար, լսում եք, բացվելու է ճանապարհը։ Անես որ աշխարհին ձեռատալի իր հարմարությունը, քո հարմարությունը իրան հեչել պետք չի։ Ուրեմն դու պետք է հարմարվես այդ բանին, այդ ճանապարհն էլ աշխատելու է 100%, ու մեր համար էլ մեծ օգուտներ ա բերելու։ Անես չի որ չի բացվել այդ ճանապարհը։ Մենք չենք կարող մեկուսացած ինչա երկրագնդից թելով կախվենք, բանան ինքը բոլորը հետ ապրելու ենք։ Անես չի որ Հայաստանը չի վերականգնվելու, ամեն ինչն իր տեղն է գալու։ Ինչպես է վերականգնվելու։ Ամեն ինչն մենք ենք անելու։ Ոչ մեկը դրսից չէ։ Պատմական Հայաստանը նկատի։ Թե ջերմուկից շպրտելու են։ Չէ, մենակ այդ սահմանը որտեղ է։ Դրանից մի բան էլ են ակնալու 100% եմ ասում, Արտակ ջան, եթե ինտերնետ ոչ էշիկ բուժակություն, ոչ բան ծրագիր 100% քուրարաքսա մեծ Հայաստանը լինելու է։ Դրանում կասկած չէ, բայց Ղարաբաղը երբեք չի միանալու Հայաստանին։ Ինք աջերն է պետություն ամնելու։ Ապսոս քարտեզը վերածնեի կամ ոտես ես սավերին տվել եմ այդ քարտեզը այդ տնելու է բայց մեզնո մեր զենքով մեր ամեն ինչով հետո մենք իրանց զենքով խի մենակ մեր այդ որ բերում ա գիտես մերը չի 300 տանկ տվեց 92 թվին ուկրաինյան բանին Ադրբեջանին Տուրգուտոզալ էր ինչ էր տրամարի ֆաքս ստացած նույնիսկ հետո մեռա Ուղիղ 6 ամիս հետո 170 հատ մեր ձեռներ մնացածն է խփած։ Ինչի մասին է խոսքը։ Այդ մեր համար է թող բերի։ Ինքը այ ժողովուրդ ջան ադրբեջանցիներ ված ժողովուրդ չի։ Ինքը չի կռվում մեր դեմ, չի կռվելու։ Այդ կռվելը օտար ազգերը մեր դեմ, թե 90-ականին խափում են ձեզ, որ ասում են թուրքը երբեք մեր դեմ չի կարող, կռվու չէր կռվելու, չի կարող։ Չի կարող։ Այդ երևի չեք հավատում, որովհետև ասենք Դե ով է կռվել մեր դեմ։
միշտ օտարները, միշտ 90 թվականից։ Իմ աղբորը ռուսներն են խփել։ Ու իր հետի Կոլյանն ու Վարդանին էլ հետը։ Մենք ռուսների դեմ ենք կռվել, ես ընդհանրապես 90-ականների կռվերին չեմ հիշում թուրքը մեր դեմ կռված են, միշտ էլ ռուսն է կռվել։ Դաժե 94-ի։ 94-ին օրնակոմարով հիմնական կռվողները ուկրաինացիք էին, մոջահեդներն էին ու տարբեր տեղեր։ Պարոն Աբրամյան, ես չեմ իրավունք չունեմ ձեզ այդ վիճելու, թե մասնակից եք եղել, բայց ստացվում է մենք ռուսներին հաղթել ենք, հա, լուրջ։ Իհարկե։ Լավ էլի։ Մի հատ բան եմ պատմում։ Տեսեք Ցվետանանել նկարել է։ Մեր դեմ Էրքեջում մենք եղել ենք 22 մարդ։ Մեր հետ եղել է Երջանիկ Աբգարյանը, Սմբատ Ավիազյանը, Օղորմատիկ են երկուսներ, եւ Գազովյան Ֆելիքսը ինքն էլ օղորմատիկ դառը, Ցվետանանել գոմի մոտ նստած նկարել է իրան գրկեցում գոմի հետևը։ Մեր վրա հարձակվել է, այդ ժամանակ չեմ չափազացնում։ Այդ նոր վաղանում տվիր նորից անուն չեմ տա, 500 հոգի եկալավ փախավանտարը, այդ նկարել է միևնույն ժամանակ Շավարժ Վարդանյանը, ռուսական զորքը, երկու հատ շտուրմավոյ դեսանտնի պոլկ, մի հատ էլ միլիցեյսկի պոլկ, արձակվել է մեր վրա չհաշված Բաքվի օմոնը։ Այդ 22 հոգով համ տրանց կանրացրել ենք, համ հետ ենք շպրտել։ Ու ինչ են գրել, թերթերը պահում կարող եմ ձեզ նվեր տալ կրկնօրինակները։ Մոսկովսկի նովոստի, արգումենտի ֆակտի, տարբեր թերթերում, որ այլ մոլորակայինները հայտնվել են բանում, հայերի հետ կռվում են մեր դեմ։ Ես այդ չեմ չափազացնում, իսկ այդ թերթերը պահում ենք։ Փաստորեն ասում ռուսնա, բավով էր կռվում։ Սովետական բանակը չասենք ռուսը։ Շնամու հնարավոր անելիքներից կամ նրա ապագային ինչ այդ ծրագրի, հա, նույն Ադրբեջանը տարբեր էլի վերլուծություններով սև ամպեր են կուտակվում, ասում են ոմանք Թուրքիա կիսվելու, Ադրբեջանը մասերի բաժանվելու։ Դուք ինչ եք կարծում, այդ ծրագրի ինչ է ենթադրում։ Ադրբեջանը հենց մի գոյություն չունեցող արտադրության պետություն, այդ մի նայեք, որ պարատարեց գնաց եւ այլն։ Ինքը ինչքան մենք ենք դժվել, 10-ան ինքնադժվել 20 տվի պատերազմի մի նայեք։ Թե ո՞նց է դժվել ախր։ Ատենց։ Այ ոնց որ մի դուս պաչունես, որ սահման հանեց 47% զոհված։ Նույնն էլ իրանք չունեն չկա, պատկերացեք, բանակ վերականգնել այդքան հեշտ չի։ Մի նայեք։ Հասկացա, իրենք սպա չունեն, գնում են Շուշի, ապականում են Սուրբ Ղազանչեցոցը, գնում են Բանդասար, Պատճառը Դե ասեք տուժել է, չի տուժել։ Պատճառը այսօր քո կառավարությունը, ասենք դες, բանա, ոչխարի սուրից վախեցած, փոխանակարյան տանի գոմը, փախնում է դեմ նկարը։ Հա։ Հա դեմի ուրեմն կգա ժամանակ այս այդ ամեն ինչը կփոխվի, այդ ոչխարի սուրին կանենք իր տեղը, չվախենակ։ Բանա, ինքը հասկանում եք հանրարարությունը կատարում, եթե մեկը կասի ինքը գիժա կամ խելառա կամ ոչ, շատ կրթված, լավ պարապած դիվերսանտ է Հայաստանում։ Ու իր հետի մի քանի հոգի։ Ադրբեջանը այսպես բնալու է, թե էլի ներքին խժդժություններ ու ինչ-որ մասերի տարան բաժանում։ Ինքը չի կարա խալիչներ, լեզգիներ, ավարներ։ Ինքը չէր կարա այդպես մնա իր տնտեսությունը շատ արագ պատկերացրել է, այս վիճակին Հայաստանը 33 անգամ 33% ավելի վատ ապրում Ադրբեջանը, քան այսօր Հայաստանը։ Այս վիճակին Հայաստանը 100% տենց է, ես չեմ ասում օֆիցիալ թվերը կա, կարող եմ ասնել, բանա, ինքը ոչ թե մեզ հույս ենք տալի, որ կքայքայվի կան բան կանի, ավելի ճիշտ է սենց խոսանք, բանը, ես մեր իրական չոբաններ պտի կան, ես վաղկոտ չոբանների տանենք, մենք որ կարենանք բան անենք, մեր գործերն անենք, այսօր ասում փակ երիտասարդություն ունենք, շատ ըմբռնող, շատ շուտ հասկացող, շատ շուտ սովորող, շատ մեծ արագության կարանք լավ ընտիր, պետք չի մեծականակ, այսօր մեծականակ մենակ ոչխարի հոտն ալնում, լավ զորամասեր դեռ 90 թվից ենք մենք անդադ կորացել, որ մեզ այս մեծ ինչի համար է այս հսկա պոլկերը կամ բրիգադները սարքում, ամենամեծ զորամաս Հայաստանում պետք է լինի 30 հոգի ոչ ավել և մեքենայացված,
ոչ մի դեպքում առանց ոչ մեքենայացված ոնց որ այսօր ուկրաինական շատ լավ 21-րդ դարի կռիվ ատոնում ինքը շատ լավ է կռվում։ Նույնը չնայած մեզ դիցակնացի 100% եմ համոզված, որովհետև այդ միտքը կան էս չէր իրաց մոտ զարգանար, մեր մոտ դիցակնացի։ Մեզ պետք է բանակ, լավ բանակ, ու այդ հսկա նախարարություններ են պահում, ասում 2800 մենակ կին է աշխատում։ Հանդակ մեր ժամանակ ես գլխավոր շտաբում եմ վերջին տարին ծառայել, ուրեմն մեր մոտ գործավարները ինստիտուտ ավարտած 2 տարվա որ գալիս էին տղաները, ասենք ամեն վարչությունը 1 կամ 2 հոգի զինվորներից էին, այդ բոլոր գործերը թե համբյուտերի, թե թղթաբանությունը, թե գործավարությունը անում էին եւ ջրի, իսկ մի ամեն սենակում 10-ից 20 աղջիկ անստում։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Մենք հիմա ներուժ ունենք Ադրբեջանին, ասենք, օրինակ, հնարավոր պատերազմի դեպքում ջախջախելու, 100%, ոչնչացնելու, 100%, չգիտեմ, միջև 100%, ինքը փոշմանելու, հանգած այս վիճակներ որ կա, չէ՞։ Մարդես մտավ Սյունիք, կարում ենք երներն անիծենք այդ։ Չի կարող մտնի, չի փորձի։ Ուրիշ տեղով, լավ, վերին շորժը։ Ոչ մի տեղից էլ չի փորձելու։ Պոզով պոչով ալնում, լավ էլ փորձում է։ Այդ արելա, էլ չի անի, ինքը հասկացել է ինչա կատարել։ Ես ասենք, այս ըստ մեր բանը ղեկավարությունն կիսատա դեռ հասկացեք, հələ օթերով են գնում, էլի, հələ ոտների տակը բմբուլ կա։ Ինանք շատ արագ զգալի են ինչա կատարում երկրի հետ։ Դու հասարակ Արտակ ջան, նայ մեր ժողովուրդը, որ ասում են, «Վայ, քաղաքականությունից հեռու է», ես նայում եմ հարցազրույցները, թե կին, թե ծեր, թե մեծահասակ, թե ջահել, ինչեր են խոսում։ Ոչ թե քրվում են կամ բան, արդեն աստեղներն է հասել, բոլոր մեր ժողովուրդը տես չի որ անհասկացող է, լավ է հասկանում է։ Ես մի քիչ առաջ ասեցի, ինչի մարեն ընտրեք կամ ինչի մարեն սա կողքը գնացել։ Պրոստո հույսը գիտի, որ հաստվողը էդ է։ Դրա համար, որ իմանա հացը պետական է դառնալու եւ ինքն անպայման օգտվելու, կգնա արդեն պետության կողմ, այլ չի գնա դրա կողմը։ Էդա թե չէ ասում եք Ադրբեջանը, ախր հասկացեք դուք ինքան մի հատ լավ ռուս գեներալ կար 16 թե 17 թվիներ, եկել էր իր դեսպիլոտնիկներն էր փորձարկում, հետո գնաց Մոսկվայի կենտրոնական հեռուստացույցում ինտերվյու տալի, հարցրեց, ասեց պարոն գեներալ, համ Ադրբեջանում էր, համ Հայաստանում ոնց է, ու ասեց Ադրբեջանի բանակը էլ չպատմելու զինված են։ Բայց ասեց թույլ, Հայաստանը շատ թույլ է։ Նո ասեց մի բան կասեմ էլ, ռուսերեն չեմ ասելու, հայերեն 10 փետովեցեց ադրբեջանցուց արտիլերսկի ռաշետ մի բալուչիցը։ Այդ արդեն պատասխանը ես տվեցի դրա Արտակ ջան, ոչ թե ես փնովում եմ ադրբեջանցուն բան, լավ եմ ճանաչում։ Դո լավ եք անում, փնովեք։ Չէ, գիտես, չի կարելի ազգերին փնովել, արեք բան անենք, ասենք, եթե մեկը ֆաշիստ է, չէ թանք դառնանք ֆաշիստ կամ մեկը երեխա սպանա, չէ թանք դառնանք, մենք պետք է մեր պատերի Ես իմ ազգը շատ եմ սիրում, եթե դա ֆաշիզմ է, ուրեմն ես ֆաշիստ եմ։ Չէ, ես ֆաշիստ ասում, ես ինքս ֆաշիստ եմ, ուզում ես ասեմ։ Չէ, ես Արտակ ջան, այդ չեմ ասում։ Հերիք ամենք տելևիզորով մարդ սպանենք։ Հասկացա։ Պարոն Աբրամյան, հաղորդման վերջաբանն է, մի քանի բլից հարց, որոնք ձեզ ավելի շատ կբացեն, sense խորը կբացահայտեն ու ավարտենք։ Ինչ է ձեզ համար հայրենիքը, հակիրճ խնդրում եմ։ Իմ տունը։ Ինչպիսի Հայաստան եք տեսնում 10 տարի անց։ Մի քիչ սրանից լավ։ Մի քիչ սրանից լավ։ Ամենք այդքան արջ չենք կարող անեն։
Հայաստանի ղեկավարը դուք եք առաջին 3 որոշումները, որ կկայացնեիք։ Առաջինը ինձ շատ քիչ ժամանակ մնացել որ Հայաստանի ղեկավարը առաջին 3 հրաման չկա։ Առաջի հրամանը մարտելն է, վերջ։ Այդ որ հրամանավորներ Չէ, որ կուզենայի մարտելն։ Ինչ կասեք, կրթության նախարարին կասեք շունշան որդի։ Օրինակ էս կրթություն որ ասում եք, կրթությունը հակակրթություն ընդհանրապես շատ վաղուց արդեն մարդկությանը հակակրթություն են տալի։ Այս պարտադրված գիտությունը գիտություն չի։ Այդ բոլորը դեգրադացման համար Արտակ ջան։ Պարտադրված գիտությունը մարդկանց բերել է դեգրադացման, բերել է այս վիճակի։ Կա բնական այ մեր բապերը որ կրթել են, այ որ ունեցել են գլաձոր, ունեցել են ամարաս, այդ ժամանակակրթություն եղել, մարդը իրոք կրթվել է։ Այս պարտադրված կրթությունները որ կա 200 տարի, ամբողջ երկրագնդը մենակ Հայաստանը չէ, իբր համարում են կրթված։ Հենա կրթվածների տեսելի, դիքը Ալեն Սիմոնյան, Եսիմիչ, տեսելի կրթված են, շատ կրթված թևերով ավելի լավ չի այն մեր Սալի Չոբանը, շատ լավն է, հրաշք, ամեն ինչ գիտի, թե բնությունը, թե մարդու հետ վարվելը, թե անասունի հետ վարվելը, մի որն է կրթվածն է, թե այդ մեկը։ Հենց չհասկացա ինչ հրաման կտայիք, ինչ որոշում։ Առաջինը մարտման լինել։ Երկրորդը բանակը։ Ես մի բան գիտեմ, որ եթե ես իրականից իրավունքներ ունենայի, ընդհանրապես հրամաններ չէի տա։ Ասեի արեք ապրեք մարդու պես։ Դե դուք ուրիշ աշխարհի մոդելից եք խոսում։ Ուրիշ աշխարհ չի էդի։ Այդ աշխարհը վաղուց արդեն մարդիկ օրինակ Հայաստանի սահմանները միտեղ պիտի վերջանա թե չէ։ Չէ։ Ոչ մի անգամ, երբեք։ Երբեք։ Մի մոռացեք մեր սահմանները Չինաստանին կապած են եղել ամբողջ Հյուսիսային Աֆրիկան եւ Հարավային Եվրոպան Հայաստան։ Դուք տենց ախորժակ եք։ Եթե մարդը երազանքներ չունի, իրավունք չունի ապրելու։ Շատ համեստ եք, պարոն Աբրամյան, շատ։ Չէ, համեստ չէ։ Մենք սահման, այդ ոնց է, այդ 3 ծառի չէ, այսօր ասում են у нас нет границы։ Այն իրավունք ունի, ես հազարավոր տարիներ խափում ասում են 12000 տարի, կարող է 12 միլիոն տարվա մարդ եմ ես, ոնց է ես իրավունք չունեմ։ Ճիշտ եք, իրավունք ունեք։ Ասում են մեծ եղբայր, ոնց կարող է մեծ եղբայր լինի։ Դες բան գոյություն չունի։ Մեծ եղբայրը մենք ենք միշտ էլ։ Միշտ աշխարհը գիտի այդ մասին։ Այ մի հատ հայտնի ասք կա, ցավով եմ այս խոսքը նշում, ասում է, вот եթե русерեն ալի բան ասում, если вы такие умные, почему вы такие бедные։ Ոնց որ սիրտս խոցի էլի մի քիչ չես խորը վիրավորականը ես էլ եմ երազում հզոր լինենք ու հարուստ լինենք։ Այդ բանը խոսքը ասեմ էլի Արտակ ջան, որ ասի որ այդքան բանես Այլոք եք ինչ եք այդքան աշխատասեր ես քեզ խեղճալու կամ ասենք հայրենիք մարդես ծավալես ողորմածի քերես գիտես ինչ են ասում շատ լավ բան ասում էր էշն աշխատի էշնուտի բայ շատերն իջուտի Լավ անցնենք առաջ Ձեր կարծիքով որ գիրքը մարդը պետք է անպայման կարդա իր կյանքում Այդից ես գտնում եմ որ բոլոր գրքերն կարևոր են Բոլոր։ Օրինակ ես մտածում եմ որ դե ասեք ռանչպարների կանչը։ Չէ, գիտեք ոնց է։ Օրինակ նայ, ասենք ռանչպարների կանչը, չէ, ապրի Վարդգես Ուլբաբյանը, բայց դա չի։ Բանը իսկ գիտենք ինքը դողմատիկա։ Ընդհանրապես բոլոր գրքերն է, գիրքը չի կարող վատ ու լավ լինի։ Գիրքը այն բանն է, ոչ նորմալ տա, ոչ մի բան չի տա։ Գիրքը հզորություն է, հարստություն է։ Վատ գիրք ես չեմ տեսել անկում։ Որը խորհուրդ կտայի կամ հեղինակը։ Ընդհանրապես կարդալ հայերեն, կարդալ, ընդհանրապես կարդալ։ Հասկացա։ Որն է երջանիկ լինելու ձեր բանաձևը, պարոն Աբրամյան։ Նոր Արտակ ջան, ես կյանքում երկու անգամ եմ երևի երջանիկ եղել։ Մեկը որ մեր Լաչին ազատագրվապ գնան մայր ախորս գերեզմանին, մտել եմ Լաչին, ուղղակի չես պատրաստում մեկ ինչ էլա կատարվեց է։ Երկրորդ անգամ էլ, երբ որ ջրականն էինք ազատագրում, այդ մեր զորքը որտես բարձանում էր, դա եմ երջակացել, երբ որ մեր զորքը տեսել են, բոլորս ստացել եք, այդ է եղել։ Իմ երջանիկ բա, ես չեմ հասկանում մնամ, մեկ է երջանկություն է, որ լավ ընտանիք ունեմ, լավ երեխեք։ Աստծուն տեսնեք, ինչ կասեք։ Կասեի,
Շնորհակալ եմ, ինչ որ ինձ տվել ես, Տեր, ուղեղ, միտք, այդ կան բան։ Եվ վերջին հարցս ինչից եք ամենից շատ վախենում։ Ամենավախենալուն իմ համար Փաշինյանի տեսակն է, այդ տեսակից եմ շատ վախում։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Սա Life Armenia YouTube-յան ալիքն էր, այսօր մեզ հյուրընկալվել էր ազատամարտիկ Պետրոս Աբրամյանը, շնորհակալ ենք նաև ձեզ հարցազրույցը դիտելու և մեր ալիքին բաժան օգտագրվելու համար։